ձեզ սիրելիներս, այսօր պատրաստում ենք միջինկի գաթան։ Անհրաժեշտ է տաք ջուր 200 մլ, անպայման գոլ վիճակում լինի կամ մի քիչ տաք, եռման վիճակում չի կարելի։ Ճաշիկ թալ տրոշ, 3 ճաշիկ թալ շաքարավազ, 50 մլ բուսայուղ, 300-ից 350 գրամ նախորոք մաղած ալյուր։ Հունցում ենք մեր մասան, այնքան մինչև դառնա ձեռքերին չկպչող զանգված և պետք է թողենք մի փոքր հանգստանա, որպեսզի մոտավորապես այսպես փափուկ ձեռքերին չկպչող խմոր։ Հիմա պետք է թողենք, որպեսզի հանգստանա մեր խմորը։ Կկտրատենք միջուկի համար նախատեսված ջրերը և պոպոքը։ Ջրերը և ընդեղենը կտրելուց հետո մեզ անհրաժեշտ է պատրաստել խորիզը։ Խորիզի համար անհրաժեշտ է մեզ մոտավորապես 150 գրամ շաքարավազ, 150 գրամ ալյուր, 75 մլ բուսայուղ, 1 թեյք թալ վանիլին։ Լավ խառնում ենք խորիզը, որպեսզի ընդհանուր միասեռ զանգված դառնի։ Ավելացնում ենք ջրերը և ընդեղենը։ Կարող եք նաև քունջութի սերմեր ավելացնեք, ըստ ձեր ցանկության, ինչ կունենաք ձեր ձեռքի տակ։ Մոտավորապես անցավ 30-40 րոպե, մինչև 1 ժամ կարող է խմորը գալ, իմ խմորը արդեն եկել է, այսպես կարակ սեղանի վրա էլ անեք, պարտադիր չի սրա։ Մոտավոր բաժանեցի 2 գնդի, հիմա կսկսեմ բացել։ Քանի որ գնդերը այդքան մեծ չեն, ես ձեռքի միջոցով կփորձեմ, գրտնակը էլ չեմ օգտագործի, այս փոքրիկ գրտնակով կանեմ։ Մի թեթև ալյուր ենք լցրել։ Միջուկն էլ կիսեցի հավասար մասի, հիմա կփորձեմ ստանամ գաթայի տեսք։ Պահքի գաթաները պատրաստ են, պատրաստել եմ միջինք, մեջը կա նաև կոպեկ, ցավոք չկարողացա նկարել այդ պահը, կտեսնենք ում կընկնի կոպեկը։ Սննդային ներկով վրան խաչեր արեցի, չգիտեմ լավ կստացվի թե չէ, մտքովս անցավ այս պահին, այսպես եմ արել, հուսամ սիրուն կլինի։